Ժողովուրդ օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ իշխանական քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում լուրջ քննարկումների թեմա է դարձել, թե ով է լինելու կուսակցության նախընտրական ցուցակի առաջին կինը։ Փետրվարի 13-ին մեկնարկած եւ 3 օր շարունակված ՔՊԻ ներքին ընտրությունների արդյունքներով պարզվել է, որ կանանց շրջանում ամենաշատ ձայներն հավաքել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հատկանշական է, որ համեմատաբար վերջերս ՔՊԻ-ին միացած Ավանեսյանը կարողացել է ավելի մեծ աջակցություն ստանալ, քան օրինակ կուսակցության երկարամյա թիմակից համարվող Ազգային ժողովի падգամավոր Արփի Դավոյանը կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը, որին Փաշինյանն անվերապահորեն վստահում է, կարճ ասած, տհաճ իրավիճակ է ստեղծվել ՔՊԻ-ում։ Կանանց վարկանիշային այս մրցավազքում երկրորդ հորիզոնականում է падգամավոր Ալխաս Ղազարյանը, նրան հաջորդում է Արուսյակ Ժուլակյանը և Հասմիկ Հակոբյանը։ Այժմ ՔՊԻ-ում լարված սպասում են մարտի 27-28-ին նախատեսված փակ քննարկությանը, որի արդյունքում վերջնականապես կորոշվի նախընտրական ցուցակի համարակալումը։ Հատկապես ինտրիգային է համարվում երրորդ համարը, այն դիրքը, որը կուսակցության ներսում համարվում է առանցքային և քաղաքականապես կշռադատված որոշման արդյունք։ Իսկ կշռադատված որոշումը չի կարող լինել պատահականություն, որ կասկածելի անցյալով և IQ-ով ինչ-որ կերպար դառնա իշխանական առաջին կինը։